Այսօրվա 10 մասնակիցները կրկին պատրաստվում են խաղի։ Ու թեև խաղից դուրս հեռուստաակումբի անդամները շատ լավ են ճանաչում միմյանց, սակայն այդ նույն մասնակիցների համար խաղերն ավելի բարդ են ընթանում, քան կարելի է ենթադրել։ Ընդամենը մի քանի րոպե հետո նրանք կբաժանվեն երկու հակառակորդ ճամբարների՝ կարմիրների և սևերի։ Կարմիրների թիմը բաղկացած կլինի 6 սովորական կարմիր խաղացողներից և նրանց առաջնորդող շերիֆից, իսկ սև խաղացողներն ընդամենը 3-ն են, որոնցից մեկը Դոնն է։ Սակայն ի տարբերություն կարմիրների, սևերը ճանաչում են միմյանց և գիշերները կարմիրներին վերացնելու հնարավորություն ունեն։ Խաղավարում է Արթուր Սարգսյանը։ Բարի երեկո, տիկնայք և պարոնայք, ուրախ եմ ձեզ ողջունել Կարմիր Թեսև հեռուստաակումբի հերթական խաղին։ Բոլորը ծանոթ եք խաղի կանոններին, մաղթում եմ հետաքրքիր խաղ, սկսենք։ Գիշեր։ Առաջին գիշերվա ընթացքում բոլորը ստանում են մեկական խաղաքարտ, որի վրա նշված է, թե ինչ դերում է հանդես գալու ամեն մեկը։ Խաղաքարտերը 4 տեսակի են։ Համար 1՝ սև խաղացող, համար 2՝ շերիֆ, ով կարմիրների թիմի ղեկավարն է և սկսած երկրորդ գիշերվանից սևերին գտնելու նպատակով յուրաքանչյուր գիշեր իրավունք ունի ստուգելու ցանկացած խաղացողի, պարզելու նրա իրական դեմքը։ Համար 3՝ սև խաղացող, համար 4՝ Դոն, ով սևերի ղեկավարն է և սկսած երկրորդ գիշերվանից շերիֆին գտնելու նպատակով յուրաքանչյուր գիշեր իրավունք ունի ստուգելու կարմիր խաղացողներից որևէ մեկին։ Համար 5՝ կարմիր խաղացող, համար 6՝ շարքային կարմիր խաղացող, համար 7՝ կրկին կարմիր խաղացող, համար 8՝ կարմիր խաղացող, համար 9՝ կարմիր խաղացող, համար 10՝ կարմիրների թիմի հերթական անդամը։ Արտանում է սևերը։ Սա առաջին և վերջին գիշերն է, երբ սև խաղացողները միասին բացում են աչքերը, ծանոթանում իրար հետ, վարողի հետ և որոշում կարմիրներին վերացնելու մարտավարությունը։ Խաղի կանոնները խախտելու դեպքում վարողը խաղացողներին նկատողություն է հայտարարում։ Երրորդ նկատողությունից հետո տվյալ խաղացողը մեկ շրջանի ընթացքում զրկվում է ձայնի իրավունքից։ Չորրորդ նկատողությունից հետո խաղացողը հեռացվում է խաղից։ Խաղն ավարտվում է այն դեպքում, երբ խաղից հեռացված են լինում բոլոր 3 սևերը։ Այդ դեպքում խաղում հաղթում են կարմիրները, կամ երբ սևերի և կարմիրների քանակը հավասարվում է։ Այդ դեպքում հաղթում են սևերը։ Հակում են աչքերը սևերը։ Արավոտ։ Ալի արավոտ։ Տիկնայք և պարոնայք, համար 1, խնդրեմ։ Բարի երեկո։ Պաս։ Շարակալություն, համար 2։ Բայց բավականին շատ մտքեր արտահայտեցիք համարին։
հետաքրքիր, ես գտնում եմ, որ մեկի ստուգումը ոչ մի կերպ չի խանգարում խաղին, երկրորդ չտա։ Ես կարմիր խաղացողում, ինչ առումով բացատրեմ, որպեսզի հետո իմ հրավանշեմ։ Մեկի գույնը որոշել խոսելով կամ ինչով, դժվար է ինձ թվում։ Համաձայն եք համարինը։ Այո, չամարինը։ Այո։ Համաձայն եք։ Ինչա։ Համարինը դու ստանում եք առաջին նկատողությունը։ Լավ, իրականում բաներում իմաստություն չունեմ յուտ ոչ մի բան չեմ գավացել, aber մեկին դրա համար դուք ստանում եք առաջին նկատողությունը։ Թեկնածու կլինեմ։ Ոչիկ, լսենք համար 3։ Շնորհակալություն։ Համար 3 խնդրեմ։ Հիմա ես ուրեմն ասեմ, ինչ էլ խոսեմ, ինչ էլ ասեմ եւ նույնը ինձ թվում է ինձ չեն հավատալու, դրա համար պաս։ Շնորհակալություն։ Համար 4 խնդրեմ։ Շատ հետաքրքիր իրավիճակում հայտնվեցի, ուշում եմ ինչ որ բաներ կասեմ, առաջին եկամարը իրանց խոսքի վրա էլ կառուցված ես մի բան կասեմ, բայց փաստորեն համար 1-ը պաս, 3-ը պաս, երկուսն էլ կարելի ասել պաս, պասի հավասար է երկուսի ասածը, ինչ աշխանքում համաձայն ես համարինը, որ համար 1-ին ստուգի։ Չգիտեմ ինչ է միշտ ուզում, որ համար 1-ին ստուգեն, ստումա իրա ուժի էլի խաղացողներ կան, օրինակ համար 7-ը դեմ չէ լինի, չնայած համար 7-ը շատ եմ ուզում միշտ իրա հետ խաղալ, էլի հույսում եմ մեկ էլ ես խաղը անպայման խաղում համարինի հետ, հույսով եմ չեմ սխալվի, շնորհակալություն։ Շնորհակալություն, համար 5 խնդրեմ։ Պասի սեզոնը չի սկսել, բայց ոչինչ։ Ես ես խաղը պետք է հուրայից գնայից թվում, Այսքան հետաքրքիր խոսքերից հետո դժվար է բան ասել։ Միակ բանը որ կասեմ, հիմա ես որ տեսնում եմ, չեմ ասի ով որ համարը, բայց ինչ որ մեկը չափազանց ոգևորված է, ու ռակագիծը ինձ տարօրինակ, ես չեմ ուզում ասեմ որ դրա խաղ ոչ բան չէ, թողել ոգևորված խաղը կտեսնենք, երկրորդի վերլուծությունը առաջինի նկատմամբ ես ցնցեց։ Ես մտածում եմ 4-ին հանել, բայց կարելի է 4-ին 2-ին հանել։ Այ երկրորդ ցնցեց ինձ։ Հասկացել եմ ոչինչ չեղավ։ Շնորհակալություն համար 5, համար 6 խնդրեմ։ Փորձեմ հավատալ Պետրոսին ու խաղալ իր հետ առայժմ։ Լիլ համար 2։ Ես ոչ մի սև բան չտեսա քո, ավելի շատ կարմիր բան տեսա, բացառությամբ մի բանի, համար 1-ը պոտենցիալ գնացող է գիշերը։ Հաջորդ գիշեր, հա, եկեք փորձենք գոնե հաջորդ գիշեր իրան ստուգելու տակ։ Պոտենցիալ գնացող ես։ Պոտենցիալ գնացող ես դու, պոտենցիալ գնացողը համար 7-ը, պոտենցիալ գնացողը համար 5-ը, պոտենցիալ գնացող եմ ես, պոտենցիալ գնացողը համար 8-ը, հետո գործ ունի այդ մոմենտով։ Բացի 3-ը համար 5 դուք ստանում եք առաջին նկատողությունը։ Ու այդքանից ու որ ասեցի, կարելի է չստուգել, եթե իհարկե ասենք շերիֆը Եվս 10 վայրկյան։ Այդքան այդ իմ ասած կոնկրետ համարների խոսածածի մեջ առանձնակի սեվություն չի տեսել։ Իմ ասածը դա է ընդհանրապես։ Շնորհակալություն։ Համար 7 խնդրեմ։ Ես խաղացել եմ համար 1-ի հետ, ինքը լավերաճողական խաղացողին նախավոր էր լուծի խաղը, իսկ առանց մարդկանց խոսելու, մենակ դեմքերով։ Որ ինքը պաս ասեց ինձ թվում ինքը սև խաղացող է, եւ եկեք դեպեվասնան կոց, եթե ինքը պոտենցիալ գնացող, ուզում հիմա դունենք միակ դեպլացություն համար 1-ը, ու դունենք համար 4-ը, կեսենք ու համար 1-ին հանենք։ Որ դրանով փչացնենք սևերի պոտենցիալը, չէ։ Ես չեմ հավատում համար 1-ին, հավատում եմ համար 2-ին։ Շատ եմ հավատում, հավատում եմ քեզ համար 6, համար 3, 4, 5-ի մեջ ինձ թվում է միակ սերտեք կերնի, որտեղ ինքը փորձեց համար 1-ից ինչ-որ մեկ ես չհիշեցի, հանել ստուգումը։ Ես պահանջում եմ, որ շերիֆը ստուգի համար, թե դու չերեդել ինչ-որ պես բան ընչեց, չհիշեցի։ Ես պահանջում եմ համար 1-ի ստուգում, որտեղ եթե ստուգենք համար 1-ին, մենք կստանանք մեկ կարմիր խաղացող և հուսում 2 կարմիր խաղացող։ Շնորհակալություն համար 7, ձեր ժամանակը սպառվեց, համար 8 խնդրեմ։ Սկզբից ջիկ սկսեց խաղը, չտեսեց, չգիտեմ ինչ են կերել կամ խմել մինչև խաղը, բայց համար 1-ին կարիք չկա ստուգելու։ Ինքը սև չի խաղում, սենց սկսել եմ 1-ից,
ինքը ուղղակի հենց չի խաղում։ Չի խաղում։ Համար երկուսը փորձեց մեկի հետ կապված ինչ որ ասել, բայց էլի սև չէ։ 3-ը այդպես կոնյակով բանով նստած է։ Համար 4-ը էլի ժպտում է, հնարավոր կարմիրա, համար 6 ես չհասկացա ինչի համար մեկը պոտենցիալ 5-ին 10 տվեցի։ Դա 5-ը անհետ դուք ստանում եք առաջին նկատողը։ Համար 6 ինչի է համար մեկը պոտենցիալ գնացող։ Չեք կարող պատասխանել, ասել համարին։ Ես կարծում եմ, որ այս խաղը կարմիրները կկրեն։ Ես շնորհավորում եմ կապուբերից շուտ աշնորհավորել, բայց ուզում եմ որ կարմիրները կրեն, որովհետև ես կարմիր եմ, իսկ լսելով համար 9-ին 10-ին չէ, լսելով համար 9-ին 10-ին վերջնական կարծում եմ, թե ով է սեր։ Համար 9-ը խնդրեմ։ Բարև ձեզ։ Համար 5։ Ես չգիտեմ ում էմոցիաների մեգա վիճակներն է ձեզ տենց որ ավելի թվացա։ Ես համար 5-ին հավատում եմ։ Ես հավատում եմ համար 5-ին։ Համար 6-ին եմ հավատում, համար 7-ին եմ հավատում, համար 3-ի հետ կապված ճանաչելով որպես պայծառ, միշտ հատված լավ էմոցիաներ։ Համար 6 երկրորդ նկատողությունն եք ստանում։ Ինչ որ տեսնում եմ շատ ընկճված համար 3-ին։ Գտնում եմ, որ շերիֆը ճիշտ կլինի ստուգի համար 3-ին, եթե ավելի խելացի չի լինի։ Համար 1-ի հանդեպ ինքը ասեց փաս։ Ոչ մի բան չերևս չասեց։ Շնորհակալություն։ Համար 10 խնդրեմ։ Ես համաձայն եմ համար 6-ի տրամաբանությանը, որ այս սեղանի շուրջ կան խաղացողներ, համար 8 կողմերում ասում, որ իրանք կարան գնան հենց առաջի կրուգում։ Ասենք եթե այս խաղերից մեկի պարտոր լինի, ասենք ոնց որ այդ խաղերից մեկի ժամանակ, շերիֆը ստուգեց մարտին եւ նրանքից գնացել գիշեր։ Այսինքն ես օրինակ նույնպես կողմնակից եմ համար 1, համար 7, համար 6 ստուգվեն հիմա։ Ես օրինակ կողմնակից եմ հիմա ստուգվեն համար 3, համար 4, ես կարամ պրինցիպի ստուգվեմ, եթե շերիֆը շատ է ուզում, համար 9, այսինքն 3, 4, 10, թող այս 4-ի մեջից ինքը ընտրություն, որովհետև այդպես ինչ որ յառը սեվական ոչ մեկ չի խոսացել մինչև, ես տենց եմ տեսնում, բայց ստուգել են մարդկանց ովքեր որ պոտենցիալ գնացող են, ես դրանք կողմնակից Շնորհակալ։ Շնորհակալություն։ Զգուշացնեմ Տիգնակ եւ Պարմայք, որ համար 6 դուք ունեք 2 նկատողություն, համար 9 1 5 մեկական նկատողություն։ Գիշեր։ Եվ սևերը դուրս են գալի որսին։ Եվ անցնում են համար 1-ի կողքով, համար 2-ի կողքով, համար 3-ի կողքով, համար 4-ի կողքով, համար 5-ի կողքով, համար 6-ի կողքով։ Այս գիշեր սևերը խաղից հեռացրեցին համար 6-ին, համար 8-ի կողքով, համար 9-ի կողքով, համար 10-ի կողքով և հեռանում են։ Արտանում է Դոնը, խնդրում է շերիֆին։ Դոնը ստուգեց համար 5-ին և չգտավ շերիֆին։ Արտնանում է շերիֆը։ Խնդրում է սևերին։ Շերիֆը ստուգեց համար 10-ին և չգտավ ոչ մի սև խաղացող։ Հարավոտ։ Հարավոտը բարի չէ համար 6 ձեզ համար։ Ինձ թվում է համար 10-ը բացատրեց համար 8 ինչի չէր կարելի ստուգել համար 1-ին, համար 6-ին, համար 7-ին, կարծում եմ շերիֆը լսել է, ես սովորական կարմիր խաղացող էի, բայց այնուամենայնիվ շարունակում եմ հավատալ 5-ին, կարմիրա խոսացը, 9-ին, ինձ թվում է, 2-ին։ Թեև 7-ն ու 10-ը խոսացին, բայց ինձ թվում կարող է, չեմ ասում իրանք սև են, բայց իրանք իմ համար այտենց չեն կարմիր եղել, ոնց որ 2-ը, 5-ը և 9-ը։ 10 վայրկյան։ Այսքանով փորձեմ սպասել խաղի ավարտին և կարմիրների հաղթանակին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն համար 6 խաղի համար և մեզ մոտ տրվա քննարկումը սկսում է համար 2-ը, խնդրեմ։
Ես լուրջ համաձայն եմ համար 6-ի, ուղղակի կուզեի մի բան ևս ավելացնել, համար 10-ի, որ ես հավատացի։ Համար 5, 9, 10, 2, սա առայժմ կարմիր մարդիկ են այս թվերը։ Եվ գտնում եմ, որ համար 3-ի 65%-ով դեզել եմ հավատում մեջ, բայց դեռևս իրանք ավելի ակնհայտ կանում են։ Համար չեմ հավատում, ոչ թե չեմ հավատում, այլ գտնում որ համար 3-ը ինչ-որ հանձնված տեքստ, ասեք սեն հոգնին է երևի ինքը խաղեց, այս գույնի խաղեց։ Համար իր համար էլ ավելի լավ կլինի ինձ թվում, որ հիմա լինի իրական պատրը ինքը գնենք դեմ չի լինի։ Սունակ համար 3-ի տեքնացու չեմ հավատում, ինձ կարծում ինքը սևա։ Նույնիսկ եմ ասում 5, 9, 10, սա դինավեն այդ դու այդ բուկտի ստուգվես իմ կարծիքով և կիմիչին ավելի շատ այսինքն 3-4 ամենակասկածելի մարդիկ համար 3 խնդրեմ մի հարց տամ ձեզ չէ ոչ մանդ հարց տամ օրինակ ինչի չհիմնավորեցիք նախքան իմ թեկնածությունը դնոլը պրոստը որ ես ցենց անտարբեր էի բան և այլն հոգնած եմ որոնց էլ հոգնած ենք ինձ թիմա ուժամը այո բայց ամենջքում կարելի է հիմնավորել գոնե և ես հիմա գիտեմ թե խաղացողների մտքում ինչ է իմ վերաբերյալ որովհետև չեմ ասում որ խաղերի ընթացքում ինձ մի գույն է ընկնում վատ գույն այս դեպքում իմ բախտը բերել է իսկապես վատ գույնը չի եկել ուղղակի քանի որ ուզում խաղը ավելի տրամաբանական խաղալ շատ ավելի մտածում եմ քան խոսում եմ և չեմ ուզում խոսել ինչ-որ այնպիսի բաներ որ ինքս իմ վրա կասկած բերեմ հանեք ինձ խաղից մեկ կարմիր էլ կգնա համար 6-ի հետ միասին և դուք եթե կարծում եք որ խաղարում եմ համար 3 ձեր ժամանակը սպառվեց համար 4 խնդրեմ Համար թե համար 2-ը թե համար 3-ը շատ կասկածելի խոսացին համար 2 որ ասում ես համար 2, 5, 9, 10 թիմ է ձևավորվել այդ 6-ի կարծիքով տենց թիմ է ձևավորվել դուք հավատացիք որ իսկապես դուք մինչև այդ ասենք այդ կարծիքին չեք էլ միանգամից ոնց որ 6-ը ասեց որ դա դոգմա է հա 2-ը կարմիր է ինձ թվում է դոգմա չի 6-ի ասածը կարող է ինտուիցիայով կալիներ կան, բայց ասենք տենց չէր կարելի էլի համար 3-ն էլ շատ ինչ նշանակում հանեք ինձ ես որպես կարմիր խաղացող ամենազով կպայքարեմ որ ինձ չհանեն շնորհակալություն համար 5 ես դնում 4 տեխնացություն է որպես ամենավարձացող ես կարող կարծում դե լսեք զելիքությունը ասենք Ехал я это сдаю чья-то, да, очень нормально, but чёрт докум, как он его встретил, да, ничего. Да, но если я у меня вообще технологию, то это дороже хвататься в моем. Ինձ դու չգաս, որտեղ շատ կոպիտ լոգիկայի սխալարեց, ինչի մեջ ինքը մեկ բոլորին մեղադրեց, դա 6-րդն էր, ասենք 6-ին գոված, հետո ասեց, բայց ձեզնից մեկը առաջինի վրա ես ինչ արեց, դա 6-ն էր արել։ 6 ոչ թե մենք, դուք 6-ին գովացիք, հետո որ ինչ ասեցիք, բայց ձեր այդ պատճառը 6-ն էր։ Իսկ դա ներքի լարումից է գալիս, ստրատեգիան չեք կարող հասկանալ, որովհետև երևի 4-ն է դրեցել դրա համար դժվարություններ ունենք։ Գուցե 3-ն է դրեցել, եւ հոգեբանները արդեն ուզում եք պարտանեք, հավատում եք չգիտեք դասվարկան։ Ես սովորական կարմիր ուրեմն խաղում 17 ու 9 կիսակ, 19 կես, ձերից կարելի է շնորհակալություն համար 5 համար 7 խնդրեմ Ինչ հասկացա համար 5 երեթե ագրեսիան դա չի հետաքրում ինքը կարմիր է բայց սխալ է խոսում ուրեմն դուք համար առաջինը տեխնացում եք սև խաղացող ես կատարում եմ ձեր խնդրանք համար 5 ես ոչ ոքի ոչ մի բան չեմ նկատում ասեցի որ ինչ որ մեկը ասեց այստեղ բացի 6-ից որ չարժե համար 1-ին ստուգել ես հավատում եմ համար 2-ին համար 4-ն իմ համար այդքան լավ խաղացող չի բացատրել ես կարմիր չի բացատրել չի համար մենք սևերի դուր չի գալի որ կարմիրը իր այդ գտնում են համար 2 առաջացեց համար 5 համար 9 համար 10 ասես որ 65%-ով ինձ չվերցեց բայց մենք այս դեպք խաղում 4-ին դա դուր չեկավ դա դուր չի գալի սևերի ամեն մասան եթե ինքը կարմիր է պրինցիպը այդքան 4 խաղացող մեջ պետք է չէ կարմիրներ ինքը պետք է կպներ այդ թիմը ասես ես ձեր հետ եմ Եղել ջան ես ձեր հետ բաց չապ համաձայնում եմ բայց ինքը դուր եկավ պարակել այդ թիմը
4-ին չեմ հավատում, 1-ին չեմ հավատում, ես անձամբ քվեարկել եմ համար 1-ի դեմ, դուրս եմ ասում, համար 1-ին խաղացող չի որասի պաս։ 4-ն էլ համաձայն կորել։ Դու կխոսամ, 7-ին 10-ը կբսենք, առաջինը կխոսա, կտեսնենք ինչ կկարողանա։ Շնորհակալություն։ Համար 7 համար 8 խնդրեմ։ Քանի որ համար 3-ից սկսեմ, քանի որ համար 3-ի հետ ես խաղացել եմ սև, երբ որ ինքը սև է լինում, ինքը մի քիչ ուրիշ ձև է խոսում։ Ինձ թվում է այս անգամ, այսինքն ես հիմա կարմիրներ եմ ուզում գտնել իմ համար։ Համար 3-ը ինձ համար կարմիր խաղացող է։ Այս խաղում ամենայն դեպս ինձ է ինձ թվում։ Համար 1-ին խնդրանք այս անգամ խոսա ոչ թե համոզի կամ ինչ-որ ապրավդվեց եւ այլն, այլ խոսա պրոստը, որպեսզի հասկանանք ինչ է խոսում։ Որովհետեւ համար 3-ը ինչ է խոսա, իր խոսալու ձևից հասկացնում եմ, որ հանգիստ է ինքը, այս անգամ անհանգիստ չի։ Համար 5-ն է լավ կարմիր խաղում, հուսով եմ, որ հենց կարմիր է ինքը, ես դրա համար ձեր բարձրացրեցի, որ դու թիմը եք հենց մանգալի կարմիր, ես խաղում եմ համար 3-ի 5-ի հետ հլվոր, որպես կարմիր խաղացող։ 4-ը չգիտեմ, ասպատյա։ Հա, դե հիմա չեմ կարող ասեմ, գործի մեջ։ Համար 4-ը մի քիչ լարված է, համար 2-ը չեմ կողմնորոշվել, 9-10-ի մեջ մի հատ ծև կա։ Այդ կարամ ասեմ, կամ 9 կամ 10։ 10 կամ 9։ Չգիտեմ, որ մեկ համար մի հատ ծև կա։ Համար 9 խնդրեմ։ Ես գտնում եմ զուգահեռ խաղացող համար 8 ջան, որովհետև դրամաբանությունը հապված ավելի շատ կարմիրականի։ Ես հենց ասեմ, ես հավատում եմ համար 7-ին, հակված եմ հավատալու, որովհետև ինքը թիմ է ուզում ձևավորի, ինքը եթե հիմա թվերը ասում, ինքը լինելով սև խաղացող հետագայում պետք է գոնե, այսինքն ասում եմ 1-ի հանդեպ մի բան, որը պասի, ասում եմ համար 1-ին խաղացողը չէր, որ պաս ասել, լավ 1-ն է իր համար, պոտենցիալ ասենք թե սևի համար բան, մի խոսքով, ես գտնում եմ, որ ես հասկանում եմ, որ ես լավ չեմ խոսում, բայց ես գտնում եմ, որ խաղում 8-ը սև է, կարմիր է, 7-ը կարմիր է, 10 վայրկյան և 3-ն է կարմիր, 10-ը, չգիտեմ, չեմ կարող ասեմ, դա չի նշանակում, որ ես սև եմ կամ հենց ինչ, ես դեռ չգիտեմ, ինքը խոսել է առաջին շրջանում նորմալ, շնորհակալություն համար 9, շնորհակալություն համար 10 խնդրեմ։ Համոզիչ չէր, մեղմ ասած, լավ, ով կարող հանել համար 6-ին, այս կարևոր հարց է իրական, որտեղ համար 6-ին չէին կարող հանել մեր խաղացողները, ովքեր մեր իր հետ խաղում են նոր։ Այսինքն համար 6-ը վտանգ է ներկայացնում, որպես խաղացողից պետք է առաջի կրկում հրաժարվել, իմ կարծիքով այն խաղացողներն ովքեր ավելի շատ են իր հետ խաղացել։ Ես էլ եմ մտնում այդ ցուցակի մեջ, բայց ես առավել հակված եմ մտածել, որ այդ կարող լինի համար 1-ը։ Ես տենց եմ հակված մտածել։ Ես հակված եմ մտածել, որ համար 9-ը երբ որ լղոզում է, երբ որ ինքը չի կարողանում հասկանալ, թե որն է թիմ, ինքը ընթացքում է ընտրում այդ թիմը, նայելով մարդկանց, ընթացքում հասկանալով ուզում է, որ ինչ կլինի, թե չէ, ինքը մի քիչ ազնիվ չի խաղում իմ համար, մի քիչ լավ չի խաղում։ Իմ համար թիմը այս բան առավել քան հստակ է։ Ես եմ համար 2-ն է, համար 5-ն է, համար 7-ն է, ու մոտավորապես 70%-ը համար 8-ը։ 70%-ը։ Ես վտանգ տեսնում եմ համար 1, համար 9, համար 4-ի մեջ։ Ես հիմա կողմեմ, որ գնա 3-ը թեթերի մեջ, ես հիմա կողմեմ, որ համար 1-ը գնա, գիշերը ստուգվի կամ համար 4-ը կամ համար 9-ը, կամ հիմա գնա համար 4-ը ստուգվի համար 1-ը համար 9-ը։ Շնորհակալություն, համար 10 համար 1 խնդրեմ։ Ես մի հատ հարց ունեմ ձեզ համար 10, օրինակ եթե ես հիմա փաս ասեի, էլի պետք է ես գնամ, չիմանալով թե ես ինչ ասեցի, ես հակով չեք տոնի համար 10, համար 10-ը համար 10-ը ասում է, որ համար 1-ը պետք է գնա, անկախ նրանից ինքը փաս կասի, չի ասի, այսինքն ես կարող եմ մեսիջ ունեմ ես խաղում, համաձայն ես, հա, ո՞րն է այդ մեսիջը, ես քեզ սիրում եմ, տենց այդ մեսիջը, դուք ինձ հարցնում եք ես եմ շերիֆը, թե չէ, համար 7, ես ստուգվեմ, այսինքն եթե ես շերիֆը լինեմ, ես դատապարտված եմ դուրս թռնելու ես խաղի, որովհետև ուրիշ շերիֆ չկա, որ ինձ ստուգի, հա, ես չեմ հասկանում ես խաղի բնույթը դեպի ինձ, ընդունեք համար 10-ը կազատրով, հիմա ինչ է
10 վայրկյան։ Շնորհակալություն։ Եվ այսպես ունենք 4 տեխնացուներ։ Դրանք են համար 3-ը, համար 4-ը, համար 1-ը եւ համար 10-ը։ Կրկնում եմ 3, 4, 1, 10։ Ով է կողմ, որ խաղը լքի համար 3-ը։ Շնորհակալություն, ոչ մի ձայն։ Ով է կողմ, որ խաղը լքի համար 4-ը։ Շնորհակալություն, 4 ձայն։ Ով է կողմ, որ խաղը լքի համար 1-ը։ Շնորհակալություն, 3 ձայն։ Ով է կողմ, որ խաղը լքի համար 10-ը։ Հետևաբար 2 ձայն։ Համար 4 դուք հավաքեցիք 4 ձայն։ Բոլորը խոսացին համար 1-ի մասին եւ 4 ձայն հավաքեց համար 4-ը, որի ընդամենը մի հոգի էր կանդիդատ կասկածում սկզբից, համար 5-ը դա ինքը միշտ կասկածում է, երևի տենց բան կա, ասենք ուժեղից վախում են, համար 5-ին է վերաբերվում, ոչինչ, ես դա որպես կոմպլիմենտ եմ ընդունում, որ դուք միշտ ինտերն եք խաղում, ուղղակի սենց բան չի կարա լինի, էլի, ասենք ոչ մեկ չխոսը համար 4-ի մասին, հետո համար 4-ը սենց անկարծակի գնում է, դրա մեջ մտածեք, արդեն բնականաբար այդ 4 հոգու մեջ սև ձայներ կան, արդեն դուք կմտածեք ովքեր են, 10 վայրկյան։ ու շատ թույլ եք խաղում, իսկապես շատ ուրախ եմ, որ դուրս եմ գալի այս խաղից, քանի որ ասենք ավելի լավ է այս խաղի կողքից նայես, քան թե այս խաղի մեջ լինես, որպես կարմիր խաղացող ու շատ թույլ թիմ ունենաս։ Համար 4-ը լքում է մեր խաղը եւ մեզ մոտ գիշեր։ Այս գիշեր սևերը ինքնասպանություն գործեցին։ Խաղից հեռացավ համար 1-ը։ Դոնը չստուգեց ոչ մեկի, քանի որ խաղի մեջ չէր։ Շերիֆը ստուգեց համար 1-ին եւ գտավ սև խաղացող։ Արավոտ։ Բարի արավոտ։ Բարի Իմ հարևան համար 1։ Ինչ կասեք համար 7, ես կապակցությամբ։ Այմ այս ամաստրել եմ, այսքան ինչ էր խոսամ տենց։ Լավ։ Ստուգեցի համար 9-ին և գտա սև։ Իհարկե դա այդպես չէ։ Անկեղծ կասեմ ինչ եմ արել։ Համար 3-ին եմ ստուգել, առաջի գիշեր կարմիր եմ գտել, իրան ասել եմ, իմ հետ քվեարկել եմ։ Բայց արդի լուծում չի հասկանում ես, չէ՞ համար 3, այսքան պետք է լավ խոսալ, կառուցողական վերաբերվել խաղին։ Դու դա չես անում։ Դրա համար մենք այսօր ենք։ Այդ ձեր հավաքած թիմը սխալ է, համար 9-ը, համար 10։ Ես համար 10-ին կարծեցի, որ սև է, բայց ինքը չքվեարկեց իմ գեն ու ինքը խաղաց իր բանով, կառուցողական, այսինքն ստուգել եմ համար 2-ին, որը սև խաղացող է։ Անպայման պետք է հանել համար 2-ին, գիտես ինչ, դու իմ հետ ես քրում, իմ հետ ես թիմում, 10 վայրկյան, սենց մի հատ հարց, համար վերցուս տուր, 10-ին և, էլ կայքո թիմում, 7 ու 5, 5-ը կարմիր է, դե 7-ն ասև դուրս գալիս, կիմիշ դուք սև եք։ Շնորհակալություն համար 1, 3-ը ստուգված կարմիր, 2-ը ստուգված սև։ շնորհակալություն խաղի համար եւ մեր շորվա քննարկումը սկսում է համար 3-ը, խնդրեմ։ Ինձ այնքան սկսվում մտքերս խճճվել են, ուրեմն երբ որ ես համար 7-ը դրեց համար 1-ի թեկնածությունը, ինչի է տենց, որ ես պիտի անպայման համաձայնվեմ, ես չեմ հասկանում, ինչի պիտի ես չհամաձայնեմ, ու մարդը հիմա շերիֆ բացվեց, ասեց ում աստուգել, ձեզ աստուգել, համար 2 և բրելա դեր թեկնածությունը, ես կքվեարկեմ համար 2-ի դեմ, ես իրավունք ունեմ մեկին չտեսնելով սև, իրա դեմ չքվեարկել, շուտ ծիծաղներ լսվեցին և այլը բոլորը իմ վրա նայեցին, բայց ես իրավունք ունեմ, ես իրա վրա չէի կասկածում։ Տեսակ, որ ինքը կարմիր խաղացող էր։ Հիմա տեսնենք սև խաղացողներ, ինքը մեկ սև խաղացող աստուգել, համար 2-ին և դրեց թեկնածությունը։ Եթե կարմիր խաղացողներով սև ստուգված խաղացողին հանենք, հետո հասկանանք ինչա կատարվում։ Ես իրավունք ունեի չքվեարկելու, դա ոչինչ չի նշանակում։ Շնորհակալություն։ Համար 3, համար 5 խնդրեմ։ Իհարկե 7 համարի սամաստրելի վերսիան տեղ ունի։
Օրինակ դու ֆրազ առաջինի մեջ, որ ինքը 15-ի մեջ, որ 15-ը կարմրացրեց, ես կարմիրը ներդվում իսկ կարմրացրեց։ 10-ին ինքը կարմրացրեց, 10-ին համար կարմիր է։ Ինքը իրա պետք է 10-ը դեմ չքվարկեց, ես իրա դեմ չքվարկեցի։ Մենք 4-ը դեմ քվարկեցինք, իմ համար կարմիր է։ Բայց մյուս կողմից ինքը ահավոր վատ շերիֆը խաղում է, թե ինքը շերիֆ է, այդն շերիֆները պետք է 4 ամայի օրը գցել։ Ես կքվարկեմ հնվեր շերիֆի լոյկայվ և 7-ի դեմ։ Ես տենց եմ խաղալու, ես խաղալու, ասում 17 եմ ես խաղում։ 7-ը, ինձ հասնում եմ, որ ինքը ամեն ինչ գիտի, բայց դա լավ չի, տենց սևերն են։ 10 վայրկյան։ Տենց այդ լավ չի։ Հասկանում ես, նստած ժպտում ես, որ ես ամեն ինչ գիտեմ, դա լավ չի, որ դու ամեն ինչ գիտես։ Այդ կարամ ասեմ։ Շնորհակալություն։ Համար 5, համար 7 համար լավ չի։ Բայց դրանց որ ամեն ինչ գիտեն սերը, գիտեն եւ մի քիչ խելոք մարդիկ, մի քիչ աղոտ։ Ես հավատում եմ համար 2-ին առաջարկում շերիֆը չբացվի, իսկական շերիֆը, դստեղ տիպիկ սամաստրի դեպք էր։ Ես չհավատացի համար առաջի կրոկը ինքը ինչի ստուգու, դուքպես բան պատկերացնում եք, այդ արդեն մեծ պրակոլա համար առաջին կողմից։ Պետրոս, գնալով սկսում ես սղալ դեպի սևերը, կարմիր լինելով սկսում ես սղալ դեպի սևերը, դու սկսում ես կատարել նույն դերը, ինչ-որ կատարում է կարմիր, որ խաղում է սևերի հետ, մի խաղա համար 2-ի դեմ, համար 2-ը կարմիր խաղացող, շեյֆի խնդրումը չբացվում, դու ես քեզ չհավատացի, համար 10, դու ասեցի, որ ուզում եք քվարկեք համամեծ մեկն դեմ, քվարկեցիք 4-ի դեմ, 4-ը սև խաղացող չէր, 4-ը դրեց իր դերը մեկի դեմ, հասկանում եմ, բայց պետք է վերջնականապես որոշեք ում դեմ եք խաղացող։ Ես համարում որ համար 9-ն է սև խաղացող, չէ։ Դժակ ընդունեք համար 3-ի տեխնացիոնը խնդրեմ։ Ու համար 3-ը շատ տիպիկ սենց լավ, ասես ոչ թե ես պետք է քվարկեմ շերիֆի կողմից ստուգած, ինքը շերիֆը չի։ Շնորհակալություն։ Համար 8 խնդրեմ հասեցի։ Դժվարացավ սիտուացիան, որտեղ համար 5-ը մնաց կարմիր, դեռ սեղանի շուրջ, համար 3-ը չհասկացա համար 7-ին չի, համար 3-ը ձևերը ազդեց, որտեղ հլվով ինքը կարմիր է։ Իրա պահելաձև, խոսալով չեմ ասում պահելաձև։ Համար 1-ը դուք հենց սկզբից, այսինքն մինչև իրա գնալը ասացիք սամաստրել, ինքը տենց շատ բան ռեակցիա տվեց, խաղ գնաց, չեմ ուզում հավատամ, որ 7-1 կապ կա, չեմ ուզում հավատամ, բայց տարբերակ է։ Շերիֆը այս գիշեր ստուգում է համար 7-ին։ Համար 7-ին է ստուգում շերիֆը, ու մեզ տալիս է կամ սև, կամ կարմիր մյուս օրը։ 10 վայրկյան։ Համար 5-ի հետ եմ խաղում ու համար 3-ի դեռ, որպես կարմիր, իսկ դեմ սև կա։ Երևի 9-ն է։ Երևի։ Շնորհակալություն։ Համար 8, համար 9 խնդրեմ։ Կամ դու Ազանչանջը, որովհետև ես չեմ կարող 30 վայրկյանից տեղավորել այն ամբողջ բաշարը, ինչ որ ես իսկապես կարող հավաքել ամենասկզբում գնաց շատ ուրախ ու բարձր տրամադրությամբ, դու այսինքն չես բացառում որ խաղում կա մի շերիֆ, ևս մեկ շերիֆ, որ կոչ արեցի իմ ստուգել շերիֆը։ Դա նշանակում է, որ դու մեկին հիմա, այդ նշանակում է, որ 3-ը սև է։ Դու չպետք է հավատաս իրան, որտեղ եթե դու հավատում ես 5-ին, եթե քո համար պետք է երկաթյա կարմիր լինի, որտեղ 7-ը ուղղակի չի կարող լինել մեկի հետ, 7-ը կարմիր է, 5-ը կարմիր է, 2-ը կարմիր է, 10-ը կարմիր է, մինիմա 3-8, սա իմ տրամաբանությունն է։ Ընդունեք խնդրում եմ համար 3-ի թեկնածությունը, ընդունեք խնդրում եմ, ես այդպես եմ, ես չեմ գտնում, որ Հովիկը եղել է շերիֆ, չի կարող շերիֆը ասի պաս, և այն նակատից հետո, որ գնացել է իր դեր, ոչինչ, Հասմիկ ջան, ինչ պա, հետո կասում է մեսիջների մասին ուստուգում աղում։ Համար 10 խնդրեմ։ Այս բարդ խաղում։ Համար 3, ուրեմն, պատկերացրեք դուք շերիֆն եք, Հովիկն եք, ասենք ճակատագիրը միշտ հավարվել ձեր, դուք Հովիկն եք։ Նա ասենք, հա, ու դուք պետք է ստուգում կատարեք առաջի գիշեր, ինչի է ստուգում ձեզ, հարց համար 1։ Երկրորդ գիշեր, իրա դեմ խոսում է համար 7-ը, իրա թեկնածությունը դնում եմ ես, կամ պատժ կարող անում ես, ինք ստուգում է համար 2-ը, համար 2-ը հանել է իրա վրա այս թեկնածությունը, դրել է 4-ի վրա,
Համար 2-ի ասելով եմ ես քվեարկեմ 4-ի դեմ միջավայրության համար 7։ Որտեղ համար 1 իմ համար վառված է։ Համար 7-ը գնաց գիշերը, այն բանից հետո ես ինքը ապրող չէր մյուս կրուգով։ Ինքը բացվում է որպես շերիկ։ Համար 8 դու համար 7-ին կասկածում ես, բայց դու համաձայն ես համար 7-ի դիպացի բանի հետ են ասացին, ես խոսքով շերիֆի իսկական խավի մեջ եմ։ Բայց ես կասկածում ես մարդուն։ Եթե այս մարդուն կասկածում ես, նշանակում է ինքը պետք է պնդեր, որ այս մարդը իրական շերիֆն է։ Հասկանում ես, եթե դու մտածում ես ինքը սև է։ Բայց դու չես անում, դու համաձայնում ես իրար, դու կասկածում ես իրար։ Ես գտնում եմ, որ հիմա պետք է գնա համար 3-ը, հաջորդ կրուգում պետք է ստուգի գիշերը պետք է ստուգի համար 8-ը։ Շնորհակալություն։ Համար 2 խնդրեմ։ Դուք ավարտում եք։ Ես միշտ ավելի է կարող առաջարկել, կարող հիմա 8-ին անենք ուղղակի։ Ո՞ւր 8-ն է 3-ին հավատում, 3-8-ի մասին բան չի ասում։ 8-ը հավատ, ինձ թվում է մի հարց, չեմ հիշում ուղղակի, համար 7, 4, 7, էլով քվեարկեցիք մեկի դեմ։ 4, 7, էլով, 3 ձայն, 4, 7 չէ, դուք մեր հետ քվեարկել եք 4-ի դեմ, 9, 10, 1, 2-ին քվեարկել ենք 5-ի դեմ, մեկի դեմ քվեարկել են 7, 4, 8, իմ մոտ հետաքրքիր մի բան կա, որ մեկն էլ 4-ն էլ սեվին, հետաբար որից նշանակություն չկա, իրենք իրար դեմ են ուղղակի քվեարկել, այս մարդ չի քվեարկել 10-ի վրա, բայց 4-ի դեմ մենք դրեցինք, հետո ենք քվեարկեց մեկի դեմ, այսինքն մենք իրար դեմ 4 բանը տեսանք, համար 2 ձեր ժամանակը սպառվեց, շնորհակալություն համար 2, եւ այսպես տիկնակ եւ պարոնայք, ըստ մեր կանոնների դրված է մեկ տեխնացություն, դա համար 3 ձեր տեխնացությունն է։ Ես շնորհավորում եմ հաղթեցին կարմիրները։ Օհ, մեկ 4 իրեք։ Այս խաղում հաղթեցին կարմիրները, իսկ սևերն էին համարներ 1-ը, 3-ը և 4-ը։ Այս պահին Կարմիր Թեսև հեռուստաակումբի վարկանիշային աղուսյակն ունի հետևյալ տեսքը. Պողոսյան Հովանես 1 միավոր, Պողոսյան Գեորգի 0.75 միավոր, Բաբայան Զարուի 0.75 միավոր, Հարությունյան Լևոն 0.50 միավոր և Ղազարյան Կարեն 0.50 միավոր։ Պարտվում է նա ով խաղից դուրս է։